Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 4 հարց, որոնք ընդգրկվում են 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն։ Դրանք 10 են, որոնք նույնպես ընդգրկվում են 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երրորդ բաժնում մեկ հարց կա. պատիվ ունեմ խմբակցության ներկայացած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։ Նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկվի առանձին։ Հիշեցնեմ, որ բացասական եզրակացություն ստացած հայտարարության նախագիծը քննարկելիս 3-ական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը եւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո հայտարարության նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Ռուբինյանին հարցեր տալու համար խնդրում եմ երթագրվել։ Երթագրում։ Երթագրված պատգամավորներ չկան, համեցեք պարոն Ռուբինյան։ Շնորհակալություն պարոն Արշակյան, այժմ քննարկում ենք երրորդ բաժնում ընդգրկված հայտարարության նախագիծը, որի քննարկումից հետո անմիջապես քվեարկությունը տեղի կունենա։ Ձայնը տրվում է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանին, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության պարլամենտական խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության տեքստ։ Հայտարարության տեքստում առկա պնդումները բոլորը գիտեն։ Դրանք եւս մեկ անգամ հիմնավորելու այս ամբիոնից կարիքը չկա։ Տեղի ունեցան այդ հայտարարության շուրջ նաեւ լսումներ, որոնք ապահովեցին հանրային դաշտի, ընդդիմադիր հանրային դաշտի գրեթե ամբողջական կոնսոլիդացիա, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ուժերի շրջանում։ Հատկանշական է մի փաստ, որ Հանրապետականի խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նաև հանդառնելիությամբ վտանգավոր իրադարձություններ։ Բայց նույնիսկ լսումների պահից, այսինքն այս հայտարարության տեքստը ներկայացնելուց մինչև այս պահը արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն, ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաև դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքը իմպիչմենտն է։ Եվ հենց այդ տրամաբանությամբ մենք ներկայացրել ենք եւ նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց։ Նշենք, որ իմպիչմենտի հիմնական ուժը, իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արկա է 34 ստորագրություն։ Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Շնորհակալություն։